Ապրիլի լույս 2-ի գիշերը մինչև 1:15 Բակո Սահակյանն աշխատասենյակում էր։ Պաշտպանության նախարարի անվտանգության ծառայության տնօրենի և ոստիկանապետի հետ քննարկում էին իրավիճակը։ Սա մինչև հակառակորդի հարձակումը։ Ադրբեջանական զինուժի կուտակումներն ու շարժը ֆիքսել էին, բայց այն ընկալել էին որպես զինադադարի տեղային խախտման հերթական պատրաստություն։ Հակառակորդը լայնածավալ հարձակման անցավ 2 ժամ հետո։ Բակո Սահակյանն անմիջապես մեկնել է հրամանատարական կետ։ Տվել եմ հրաման Պաշտպանության բանակի հրամանատարին գեներալ լեյտենանտ Լևոն Մնացականյանին կազմակերպել ոչ թե դիմադրություն, այլ իրականացնել միջոցառումներ հակառակորդի գործողությունները կասեցնելու, նրա կենթանի ուժը և միջոցները ոչնչացնելու։ Բակո Սահակյանը որոշումներ կայացնելիս խորհրդակցել է Հայաստանի պաշտպանության նախարարի և զինված ուժերի շտաբի պետի հետ։ Նախագահ Սարգսյանի ինքնաթիռը Վաշինգտոնից վայրէջք կատարելուն պես հեռախոսով խորհրդակցել է նաև նրա հետ։ Բակո Սահակյանն անընդհատ կապի մեջ է եղել նաև Արցախի նախկին 2 նախագահների հետ։ Այս հիմնախնդիրը ծնվել է 1 դար առաջ և մենք այսօր այստեղ չենք պայքարում տարածքների համար, մենք այսօր պայքարում ենք մեր հայրենի երկրի համար և այդ ձևակերպումները տարածքների մեջ տեսնել այս հիմնախնդիրը չի համապատասխանում մեր ընկալմանը այս հիմնախնդրի լուծման հետ։ Արցախի նախագահը գնահատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը խաղաղություն հաստատելու ուղղությամբ, բայց և ունի դժգոհություններ ու պահանջներ։ Լեռնային Ղարաբաղը պետք է վերականգնվի որպես բանակցային կողմ։ Ցանկացած քննարկում, ցանկացած որոշում չի կարող կյանքի կոչվել առանց Արցախի հանրապետության մասնակցության։ Քառօրյա պատերազմը ժամանակ չթողեց ցավակցությունների ու խոնարհման համար։ Բակո Սահակյանը հիմա է դա անում, ցավակցություն հայտնելով բոլոր զոհվածների ընտանիքներին։ Նելի Հարությունյան, ժամը լրատվական։